Իմ մանկությունը դժվար ժամանակներում է անցել, ծանր ժամանակներում։ Դրանք 60-ական, 70-ական թվականներն էին, երբ նախկին Խորհրդային Միությունում իշխում էր պետական աթեիզմը։ Այդ մասին խոսում էին մանկապարտեզներում, դպրոցներում, որ Աստված չկա։ Կային ուժեղ հալածանքներ, հետապնդումներ։ Այդ ժամանակ շատ եղբայրներ նստած էին բանտերում։ Հալածանքները քրիստոնյաների դեմ էին, մեր հայրերը, մեր պապերը տուգանքներ էին վճարում։ Այդպիսի ժամանակներում էր անցնում իմ մանկությունը, երբ մեզ վրա ծիծաղում էին դպրոցում, ստորացնում էին, անարգում էին։ Այդպիսի ժամանակներում էր անցնում մանկությունս, ծեծում էին մեզ։ Լինում էին դեպքեր, երբ տնօրենը հավաքում էր բոլոր հավատացյալ երեխաներին իր աշխատասենյակում և կանչում էր թաղային տեսուչին։ Նա դրջանակը դնում էր կզակի տակ ու գոռում էր. «Դու տանը կաղոթես, թե ոչ, վսկապ կկրես, թե ոչ»։ Սպառնում էր, որ կգնդակահարեմ ձեզ։ Ահա այդ ժամանակ էր իմ մանկությունը։ Մենք տուն էինք գալիս արցունքոտ աչքերով ու ասում էինք մայրիկին, իսկ մենք 13-ն էինք տանը. «Մամա, մեզ այսպես ծեծեցին, մամա, մեզ ստորացրեցին, մեզ վրա ծիծաղեցին»։ Իսկ մայրիկս արցունքն աչքերին ասում էր. «Զավակներս, ինչ ասեմ ձեզ, ինչով կարող եմ ձեզ օգնել։ Հիմա իրենց ժամանակն է, հալածանքի, հետապնդման ժամանակ է, եկեք աղոթենք»։ Եվ ահա այդ եղանակով նա մեր սրտերի մեջ դնում էր հույսը և հավատքը, դնում էր մեր մեջ։ Եվ մենք ծնկում էինք, լացում էինք Աստծո առաջ և ասում էինք. «Տեր, մեզ օգնիր, պաշտպանիր»։ Դրանք ծանր ժամանակներ էին, բայց մեզ այդպես էին սովորեցնում, այդպես էին պատվիրում, այդպես էին սերմանում այդ հավատքի, հույսի սերմերը մեր սրտերում։ Դա հեշտ չի, դա դժվար է, բայց միևնույն է, ծնողներս մեզ անընդհատ ասում էին այդ մասին,